Բարև ձեզ, այսօր մեր հյուրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն է։ Բարև ձեզ, պարոն Սինանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես ինձ շնորհակալ։ Պարոն Սինանյան, ինչպես գիտեք, քաղաքացիական պայմանագիր իր 7-րդ համագումարում հռչակեց 4 հանրապետություն ստեղծելու կամ հռչակելու ռազմավարական պլան։ Պարոն Սինանյան, դուք անձամբ ինչպես եք վերաբերվում սրան եւ հաջորդ հարցը կլինի թե ինչպես վերաբերվում Սփյուռքը այս որոշմանը կամ այս տեսլականին։ Տեսեք, մենք կարծում եմ որպես հասարակություն, Հայաստանաբնակ հայերս հասկանում ենք, որ մեր պետությունը լրիվ վերափոխման գործընթաց է ապրում։ Մենք լրիվ նոր սկզբունքներով ենք շարժվում առաջ, փորձում ենք մեր ամեն ինչը, մեր բոլոր քայլերը հիմնել իրականության մեջ, հիմնել իրականության վրա։ Եվ դրանով մենք մեխանիկորեն բաժանվում ենք այն ամեն ինչից, ինչը եկել է մեզնից առաջ։ Իհարկե շատ բաներ ընդհանուր կմնան, բայց լրիվ նոր տրամաբանություն ենք փորձում զարգացնել այս պետությունում, պետականակենտրոն, պետականապահպան։ Իսկ այդ պետությունը ասելը տենց զուտ խոսք չի, հասկանում եք, այդ պետությունը մարմնավորում է մեր ազգի միասնական շահը, նաև մարմնավորում է մեր ազգի ապագայի տեսլականը, մեր ազգի ապագայի գրավականը։ Հետևաբար մենք պետք է անցնենք այս գործընթացը, մենք պետք է վերափոխվենք, մենք պետք է լինենք նոր տրամաբանությամբ հայ մարդու շահի շուրջը գոյացած եւ հայկական հասարակության շուրջը գոյացած մի պետություն։ Սփյուռքում իհարկե մի վարքեն կնեք, պարոն Սինանյան, որովհետեւ ցես քննադատեին, ասեին, արդյոք երրորդ հանրապետությունը հայ ազգի կամ հայ ժողովրդի, հայ մարդու եւ պետության շահի մասին չի եղել։ Տեսականորեն այո, բայց գործի վրա ոչ, որովհետեւ այդ մեր երրորդ հանրապետության տարիների ընթացքում, բացառությամբ վերջին տարիների, մենք տեսել ենք, որ հայ մարդու շահը եւ հայկական հասարակության շահը, ես իհարկե որ հայ ասում չեմ ուզում որևէ մեկ կարծի, որ մենք մեր ազգային փոքրամասնություններին անտեսում ենք, Հայաստանի քաղաքացիների, այսպես ասեմ, որովհետև ես իրոք այդ մարդկանց չեմ տարանջատում մեզնից, այն մարդիկ, որոնք մեր հետ մեր հողի վրա ապրում են, հավասարապես մեր հետ կիսում են մեր ճակատագիրը, հավասարապես կիսում են մեր ռիսկը եւ մեր ծանրությունը, դրանք մեր քաղաքացիներն են, հետեւաբար մեր անբաժան մասն են։ Հետեւաբար այո, ես ինքս ինձ ուղղեմ, ասեմ հայ քաղաքացիների մասին է խոսքը։ Երրորդ հանրապետությունը խոսքի վրա եղել է Հայաստանակենտրոն իբր թե հայկական շահերի պաշտպանող, իբր թե մեր Ղարաբաղի հայրենակիցների շահերը պաշտպանող, բայց գործի վրա եղել է հայկական հասարակությունը տկարացնող, թուլացնող, արունակամանող մի գոյացություն, որի արդյունքը, վերջնական արդյունքը դեռ տարիներ առաջ 21 թվականին ձևակերպում է այսպես 44-օրյա պատերազմը մեր պետականության քննություններ։ Այն քննություններ, որին որ մենք պետք է պատրաստվեինք եւ հանձնեինք պատվով եւ մենք խայտարակ ձևով ձախողեցինք այդ քննությունը։ Հիմա պետք է պատրաստենք լրիվ մեկ այլ քննության եւ լրիվ այլ ձևով։ Սրա մասին է խոսքը։ Հիմա Սփյուռքին կալով ինչպես են վերաբերվում Սփյուռքում։ Սփյուռքին այս ամենը պետք է համբերատարորեն բացատրել եւ դա մեր կարևոր առաքելություններից մեկն է։ Ես հաճախ գտնվում եմ Սփյուռքում, հենց նոր էլ վերադարձել եմ գործուղումից եւ եղել եմ 4 տարբեր քաղաքներում, շատ քիչ այցելվող քաղաքներում, սկանդինավյան երկրների, որտեղ կան փոքր, բայց շատ մոտիվացված հայկական համայնքներ եւ մեր հիմնական նպատակներից մեկը բոլոր այցերի ժամանակ մարդկանց բացատրելն է, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում, որովհետեւ ի տարբերություն մեզ մենք էլ զոհ ենք այդ ամբողջ սև PR-ին, այդ ամբողջ ապատեղեկատվությանը եւ այլն, բայց մենք ապրում ենք այս իրականության մեջ, մենք դուրս ենք գալիս փողոց եւ առերեսվում ենք իրականության հետ։ Մեր Սփյուռքի հայրենակիցները չունեն այդ հնարավորությունը։ Այլ իրականությունում են ապրում, իրենք ապրում են վիրտուալ իրականությունում, ուզեն թե չուզեն, որտեղ այլընտրանք չկա։ Facebook-ով են հաղորդակցվում Հայաստանի հետ, ուզեն թե չուզեն, լավագույն դեպքում, ասենք, հարազատների միջոցով, իսկ ամենալավագույն դեպքում այն մարդիկ, որոնք կարողանում են հաճախորեն այցելել Հայաստան, իրենք իհարկե ամենատեղեկացվածն են եւ տրամաբանորեն էլ նաեւ ամենաօբյեկտիվն են։ Դե իրենք ոչ թե տեսականորեն են հասկանում են ամեն ինչ տեղի ունենում Հայաստանում, այլ պրակտիկորեն։ Կարող ենք ասել, որ Սփյուռքում ընկալումները տարբեր են եւ հետեւաբար նաեւ վերաբերմունքն է տարբեր 4 հանրապետության ստեղծմանը։ Իմ կարծիքով շուտ է խոսել ընկալումների մասին, որովհետեւ ինքը կոնցեպտը նոր է ներկայացվել եւ կրկնում եմ, որ դեռ շատ աշխատանք դիտանենք, բայց դեռ էականորեն չեմ էլ առնչվել նրա հետ, թե արդյոք կան տարընթերցումներ կամ
սխալ պատկերացումներ չորրորդ Ավելի կոնկրետացնում իրական Հայաստան կոնցեպտին Ղարաբաղյան շարժում 2 չսկսելու մասին խաղաղության վերաբերյալ։ Տեսեք, այդ նույն հարցը եթե դուք ինձ տայիք 1 տարի առաջ իրական Հայաստանի ես այլ պատասխան կտայի։ Հիմա կասեմ, որ շատ ավելի իրատեսական է, շատ ավելի հայաստանյան պատկերացումներին մոտ է, որովհետև ժամանակը եւս իր դերը խաղում է իհարկե, կրկնում եմ, մարդիկ սկզբից ստանում են ամենաբացասական մեկնաբանությունը, ասենք որևէ նորություն նոր ծագում է եւ ստանում են, այո, մի անգամից ամենավատ մեկնաբանությունը, որովհետեւ իրենց ռմբահարում են այս տեղեկությունները, հասկանում եք, մենք հեղափոխությունից 7 տարի հետո դեռ չենք կարողացել փոխել այն վիճակը, որ մամլո միջոցների կամ դա մամուլել դժվար է անվանել կներեք էլի, այսպես ինֆորմացիայի կամ պրոպագանդայի կամ դիզինֆորմացիայի միջոցների ջախջախիչ մեծամասնությունը գտնվում է մեղմ ասած ոչ պետականամետ ուժերի ձեռքը։ Եվ սրա հիմնական զոհ են ավելի շատ սփյուռքահայերը, քան Հայաստանի բնակիչները։ Նրանց հետ որովհետև իրենք տեսնում եւ հավատում են այնինչ տեսնում են, իսկ Հայաստանում կարող են առնչվել եւ զգալ որ սուտ է։ Իհարկե, դե չեմ մեղադրում մարդկանց սփյուռքում, կրկնում եմ, իրենք այդ այլընտրանքը չունեն, իրենք չեն կարող առավոտյան դուրս գալ բակ կամ Facebook-ից դուրս գալ անջատել կոմպյուտերը եւ մի անգամից հայտնվել այսօրվա մեր իրականության մեջ։ Մեր հայրենակիցները իրենց իրականության մեջ են, այսինքն սփյուռքյան, ամեն մեկը ֆրանսիական իրականության մեջ է, մեկը ամերիկյան իրականության մեջ է, իսկ այն ինչ որ իրենք ստանում են Հայաստանից հիմնականում ինտերնետի միջոցով է։ Պարոն Սինանյան, չեմ կարող չհարցնել որպես նախկին սփյուռքահայի, ինչով է պայմանավորվում այն հանգամանքը, ես կարծում եմ սա անհերքելի է, դրա համար կարող ենք ուղիղ խոսել, որ Միացյալ Նահանգներում շատ մեր հայրենակիցներ շատ ավելի ռուսամետ են կամ այդ ռուսական պրոպագանդան տարածողներ ու կրկնողներ են, քան Ռուսաստանի հայեր օրինակ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, իհարկե չի համաձայնվի, որ շատ ավելի շատ կամ մեծամասնությունը դա իրականում այդ խավը կա, անկասկած, ու դա այսպես պարադոքսալ մի երևույթ է, իրոք, այսինքն, չէ, աբսուրդի թատրոնից է դա։ Եւ բացի դա քննադատում են Միացյալ Նահանգները, եվրոպական արժեքները, գովում են Պուտինին, ջաջագովում են Հայաստանի, ասենք, պոտենցիալ միությունը Ռուսաստան, Բելոռուս միության հետ, իսկ իրենք, ասենք, ծնվել են օրինակ Օհայո նահանգում։ Այո, եւ աբսուրդ են եվրոպական եւ բարքերից, ազատ խոսքից։ Դա բացատրվում է նրանով, որ այդ գիծը Սփյուռքում, մանավանդ Միացյալ Նահանգներում կոնկրետ առաջ է տանում մի քաղաքական ուժ, որը 18-20 թվականի վտարանդի է դարձել, եւ այդ ուժը ուղղակի կապեր ունի մի երրորդ պետության հետ, հյուսիսային, այսպես ասենք, պետության հետ, որի տարօրինակորեն շահերը ներկայացնումն է դարձել վերջին տասնամյակներին։ Դաշնակցությանը նկատի ունեք։ Իհարկե, միանշանակ։ Ու սա անուրանալի է, որովհետեւ ես կրկնում եմ, եթե դու օրինակ սոցիալական մեդիայում կապ ունես այդ մարդկանց հետ, հայդատի ներկայացուցիչների, կուսակցական ներկայացուցիչների եւ հանկարծ տեսնում ես, որ իրենք տեքստ են գրում, որը բառացիորեն կրկնօրինակում է, ասենք, Մարիա Զախարովայի նարատիվը, ո՞նց մեկնաբանես ուրիշ։ Հայաստանյան Դաշնակցությունը եւ Հայդատը Միացյալ Նահանգներում գտնվող կառույցները կամ Լիբանանում, Սիրիայում եւ այլուր գտնվող կառույցները in տպավորությամբ տարբեր են եղել եւ այնպես չի որ նույն գծի մեջ են եղել, նույն մտածումները, նույն պատկերացումներ ունեցել, այսինքն այս իմաստով Սփյուռքը ներողություն Դաշնակցությունը միատար է։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ իրականում միատար չէ, ես ձեզ դրանում կարող եմ հավաստիացնել, Դաշնակցության կան անդամներ Սփյուռքում բնակվող, որոնք բացարձակ օրինակ համաձայն չեն նույն այս հայաստանյան գերագույն մարմնի կամ բյուրոյի կարծիքների հետ, մենք նույնիսկ դրա շատ այսպես վառ օրինակներ ունենք, երբ հսկայական դատական գործեր են եղել Դաշնակցության մեկ թևի եւ մյուս թևի միջև, մասնավորապես հարավային Կալիֆոռնիայի Դաշնակցության մասին է խոսքը, եւ այս դժգոհությունը եւ ըմբոստությունը դեռ կար 10-15 տարի առաջ, այսինքն շատ գիտակից եւ հայրենասեր դաշնակցականներ հարցականի տակ էին դնում Դաշնակցության մասնակցությունը Սերժ Սարգսյանի կոալիցիոն կառավարության մեջ։ Ասում էին, ինչպես կարելի է մասնակցել այս փնթի, ասենք, թալանչիական թայֆային։ Ու այդ մարդիկ իհարկե միշտ լրացվում էին, պատժվում էին, ակսորվում էին, հեռացվում էին կուսակցությունից ու շատ նման դեպքեր կան։ Ու այդ գործընթացը այդպես շարունակվում է, բայց հիմա իհարկե ես ձեզ հավաստիացնում, որ Դաշնակցության հնարավորություններն ու ազդեցությունները շատ են պակասել եւ շատ են իրենք թուլացել։ Եվ այլևս նման այսպես դիկտատորական բռնատիրական ձևով չեն կարողանում պարտադրել իրենց կարծիքը անդամների վրա։
կան առողջ անդամներ, որոնք միավորվել են Դաշնակցության գաղափարախոսության շուրջը, բայց ոչ Դաշնակցության ներկա քաղաքականության շուրջը։ Դուք պարոն Սինյանյան 2001 թվականից եղել եք Հայդատի խորհուրդների անդամ եւ ինչու պարոն Սինյանյան այդ դեպքում ձեր անձը միավորող չեղավ Սփյուռքի Դաշնակցության եւ Հայաստանի պետության կամ Հայաստանի իշխանությունների միջև։ Ինչով է դա պայմանավորված ձեր կարծիքով։ Մենք կարծում եմ պատասխանը պարզից էլ պարզ է, չնայած չեմ ուզում սկսել 18 թվականից, ես միշտ էլ շատ մոտ լինելով Հայ-Հեղափական Դաշնակցության Լոս Անջելեսյան կառույցի Արևմտյան անդամ, երբևէ չլինելով, չնայած առաջարկներ շատ եմ ունեցել, ես միշտ արտահայտ, ես այդ մարդկանց եմ եղել, որ արտահայտվել եմ, որ ասել եմ ճիշտ ուղղությամբ չեք գնում։ Դուք կորցրել եք ձեր կապը Հայաստանի ժողովրդի հետ, դուք չեք հասկանում մարդիկ ինչ զգացմունքներ ունեն եւ ինչ տրամադրություններ ունեն ձեր հենց նկատմամբ։ Ես միշտ եմ դա ասել, բայց ինձ հանդուրժել են, որովհետեւ դե հանդուրժել են, չեն կարողացել չհանդուրժել։ Հետագայում նաեւ երբ որ ընտրվել եմ քաղաքական պաշտոնների բան, արդեն դժվար էր ինձ չհանդուրժելը, բայց ես ավելի էի հեռացել իհարկե նման ներհամայնքային քաղաքական թեմաներից։ Իսկ երբ որ 18 թվականի հեղափոխության օրերին ես հստակորեն սկսեցի ակտիվ պրոհեղափոխական գործունեություն տանել որպես քաղաքապետ, այսինքն ես այդտեղ խախտել եմ բոլոր պրոտոկոլները, անկեղծ ասած, եւ այո, հետարքի հեղափոխության օրերին կային մարդիկ, որոնք երբ որ մեծ ցույցեր տեղի ունեցան հենց Գլենդելում, մի անգամ տեսնում էին, այդ ես եմ կազմակերպել, ծիծաղել էր, այսինքն եթե այնտեղ քաղաքապետը չուզեր, որ դա կազմակերպվեր, կարծես նման բան կարող էր լինել։ Ու հիմա այդ նույն մարդիկ, որ իրենց տենց ճղում էին այն ժամանակին, 21 թվականից հետո հանկարծ դարձել են թշնամիները մեր կառավարությանը։ Ինչևէ, 18 թվականին շատ ավելի հստակ էր իմ դիրքորոշումը, որ Հայաստանի ժողովրդի կամքը օրենք է եւ բոլորը պետք է դրա հետ համակերպվեն։ Իսկ դրանից հետո երբ որ ես որոշեցի, որ գիտեք, հայրենասիրությունը իրականում Հայաստանում է, պետք է գնալ Հայաստան այնտեղ զբաղվել հայրենասիրությամբ եւ միացա նաեւ մեր կառավարությանը, իհարկե դա աններելի մեղք էր ինձ համար։ Հետևաբար իմ գալու հենց առաջին պահից ես հիշում եմ ստեղի Հայդատի ներկայացուցիչ, անունը չեմ տալու, կարևոր չի, երբ որ իրեն հարցազրույցի ժամանակ լրագրողը միկրոֆոնը պարզեց եւ ասեց, ինչ կարծիք եք, որ նաեւ ձեր նախկին անդամը Հայդատի, ձեր խորհուրդների անդամը Սինանյանը միանում է կառավարությանը, ասեց, դե հələ մենք կապրենք, կտեսնենք։ Այսինքն առաջին վարքյանից թշնամանք ու հերավորություն ու դա ինչ-որ չափով անձնավորված էր, որովհետև երևի այդ խավի կողմից դիտվում էր որպես ինչ-որ դավաճանություն, չնայած ես իրենց ոչինչ բարդ չեմ եղել երբևէ, բայց ավելի կարծում եմ անձնավորված չէ, իրենք դեմ էին հեղափոխությանը, իրենք դեմ էին փոփոխություններին, իրենք ուզում էին որպեսզի մնար այդ նեխած, քայքայող սպառող համակարգը, բայց հիշենք, որ պարոն Սինյանյան առաջին օրերին իրենք մաս էին կազմում կառավարության Դաշնակցությունը 18 թվականին մինչև որ փորձեցին հեղաշրջում անել օկտեմբերին, դա օկտեմբեր։ Այո։ Իսկ իմ նշանակումը եղել է 19 թվականի հունիսին, այսինքն։ Շատ լավ։ Եվ պարոն Սինյանյան գալով Միացյալ Նահանգներում Սփյուռքում ավելի ճիշտ հենց Միացյալ Նահանգներում, ինչպես երևի գիտեք, ստեղծվում է ԱՄՆ Սփյուռքի կառավարություն կամ Սփյուռքի կոնգրես, հեղինակը նախագծի եւ իրականացնողը Դավիթ Մնացականյանն է, այս մասին մենք լայնորեն իրազեկվեցինք Սփյուռքում ապրող դերասանուհիներից մեկից, որը ակտիվ Facebook-ում ակտիվ է, եւ հիմնավորումը նա է, որ վարչապետը հայտարարել է, որ ինքը պատասխանատու չէ աշխարհի բոլոր հայերի համար, այդ իսկ պատճառով աշխարհի հայերը պետք է իրենց ճակատագիր, իրենց ձեռքը վերցնեն ու ստեղծում են Սփյուռքի կառավարություն կամ Սփյուռքի կոնգրես, ինչ կասեք սրա մասին։ Միայն կարող եմ շնորհավորել իրենց եւ խորհուրդ տալ, որ մի հատ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, նոր մտնեն տենց թեմաների մեջ, իհարկե այսպես հեգնանքով եմ շնորհավորում, որովհետև դուք հասկանում եք ինչ աբսուրդ բանի մասին է խոսքը։ Ճիշտ ասած ես չհասկացա սա ինչ է։ Դե իրենք մոտավորապես պատկերացնում եք ինչ կա։ Ոչ, իհարկե չեմ պատկերացնում, չէ կարող նման բան լինել։ Չէ, ոչ թե պրակտիկորեն դա չի կարող լինել, դա տեսականորեն էլ չի կարող լինել։ Դա անհեթեթություն է, այսինքն իրենք ոնց են պատկերացնում, նույնիսկ մի պահ մտածում չարժի սրա վրա ժամանակ ծախսենք, բայց դա հարցն է, ասենք ոնց են պատկերացնում, որ իրենք ինչ որ մեկը կամ երկու հոգով սկսում են կառավարություն եւ կառավարելու են, ասենք,
ոչ թե Լոս Անջելեսի այդ 89 քաղաքների, ոչ թե Սակրամենտոյի, Սան Ֆրանցիսկոյի, Սան Դիեգոյի, Սանտա Բարբարայի հայերին, այլ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Մոսկվայի, Տագանրոգի, Վլադիկավկազի ու մեկ էլ Եկատերինբուրգի հայերին։ Ո՞նց են դա անելու, այսինքն անհեթեթ էլի, չէ՞ շատ անլուրջ բան է, իմաստ չունի դրա մասին խոսել։ Եվ վերջում պարոն Սինանյան դուք խոսեցիք սփյուռքահայերի եւ Հայաստանի հայերի աշխարհընկալումների տարբերությունների մասին եւ բնական է պարոն Սինանյան ձեր կարծիքով այդ խզվածքը ի վերջո ձեր հետ հանդիպումներով կամ չգիտեմ շփումներով նշում եք որ դանդաղ բայց տեղի ունենում է դա ինչ մասշտաբի այսինքն մարդիկ միևնույն է ընկալում գտնում է մեր քաղաքականությունը Հայաստանի վարած քաղաքականությունը թեկուզ դանդաղ թե մենք այդ խզումը միշտ ունենալու ենք որովհետև արդեն 5 տարի անցել է կամ 4 տարի 2021 թվականից երբ այդ խաղաղության process-ը սկսվել է ու միևնույնն է շարունակում են Սփյուռքի որոշ հատված չընկալել, մերժել, քննադատել եւ անգամ դեպքեր լինում, երբ մեր դիվանագետներին են, չգիտեմ, բողոքի ակցիաներով դիմավորում, որը խնդրահարույց է, կարծում եմ։ Ինձ հետ է պատահել շատ նման դեպքեր։ Ես միանշանակորեն ձեզ կարող եմ ասել, որ այո, իհարկե, ազդեցությունը մեծ է, չեմ ասում միայն իմ աշխատանքի, ընդհանրապես այն աշխատանքի, որը տարվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն Սփյուռքի հետ եւ նաեւ ժամանակն է իր դերը խաղում։ Եթե ես ձեզ մութագրեմ, թե ինչպիսին էին իմ հանդիպումները, ասենք օրինակ 21 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնությունում, ես տենց խենթ գաղափար մոտս ծագեց, վարչապետն էլ հաստատեց իհարկե, որ գնամ այդ պատերազմից 2 ամիս հետո, գնամ եւ Ռուսաստանի քաղաքներով սենց Մոսկվայից սկսեմ, Թեպիցերից սկսեցի, Սանտ Պետերբուրգից եւ հասա մինչեւ Սիբիր ու ամենտեղ համայնքային հանդիպումներ թե ասենք ֆիզիկապես ես որ լրիվ որ եկա դա լուրջ բան էր շատ վտանգավոր էր եւ շատ շիկացած էր մթնոլորտը հավաստիացնում ձեզ հիմա տենց չի մարդիկ հասկացել են ով է ինչքան մեղքի բաժին ունի մարդիկ խորապես հասկացել են հիմա կա մի խավ որը ոչինչ չի հասկացել ու երբևէ չի հասկանալու։ Դա այդպեսին Հայաստանում է։ Միանշանակ այդ խաղը Հայաստանում էլ կա եւ միշտ է լինելու։ Եթե նույնիսկ մեր քրթական համակարգը դառնա, չգիտեմ, իր apex-ին հասնի եւ մենք լինենք աշխարհի ամենալավ կրթված ազգը, մեկ հատ տենց նման մի խաղ լինելու է, բայց փոփոխությունը հսկայական է։ Եվ մի բան էլ ասեմ, մենք միշտ պետք է հիշենք ռեսուրսների իմաստով մեծ ընտրություն չունենք, մենք չունենք շատ բան, ունենք մարդիկ դա էլ նույնի սահմանափակ թվով, նա էլ է քիչ, հետևաբար, այսպես ասենք, գիտեք, Սփյուռքը մեզ չի հասկանում կամ Սփյուռքը մեզնից նեղացել է եւ ուրեմն մենք այլևս դրա վրա ջանք գործադրելու, կարծում եմ իմաստուն որոշում չի լինի, մենք ունենք այդ մարդիկ են եւ ես կարող եմ հիմա ասենց արագ-արագ ձեզ օրինակներ բերել, որ մինչեւ օրս ոնց է որ այդ Սփյուռքի դերը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Ամենավերջին օրինակը կրկնում եմ հենց Nvidia-ի այս AI Factory գործարանի հիմնադրման որոշումն էր Nvidia-ի կողմից, եթե չլիներ Ռև Լիպարիցյանը, եթե չլիներ Ռազմիկ Հովակիմյանը, եթե չլիներ Նուբար Աֆեյանը, այս գործարքը չէր լինելու երբեք։ Հետևաբար սա մի sense արագ օրինակ եմ ձեզ տալիս եւ կարող եմ եւ թարմ, այո, մենք կարող ենք խոսել թե ասենք մենք ինչ բրենդով ենք աշխարհին ներկայանում, այս պահին շատ բան չունենք, ասենք Արարատ կոնյակ միգուցե, բայց ժամանակակից ինչ են մեր բրենդերը, Թումոն, Սփյուռքահայերի կողմից ստեղծված եւ իրագործված ծրագիր։ Չգիտեմ, ով է մեր ամենաճանաչելի դեմքը, որը մեզ հասկանալի է դարձնում, ասենք Արևմտյան Սփյուռքին։ Շարլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, որոնք Հայաստանի ծնունդներ չին։ Դա հենց դա է ասածս, Հայաստանից ուրեմն ավելի բարդ է, այս մարդիկ տեղի ծնունդ են եղել եւս կարողացել են նման ազդեցություն գործադրել տեղում հասարակության վրա, որի էֆեկտը մինչև հիմա մենք զգում ենք։ Հետևաբար դա ունենալով որպես օրինակ, մենք պետք է դա պատկերացնենք նաև ապագայի պրոյեկցիա, թե ոնց է դա մենք կրկնօրինակելու, բազմապատկելու Սփյուռքում եւ բարելավելու մեր վիճակը որպես ազգ եւ որպես պետություն։ Պարոն Սինանյան, ինչպես պետք է մենք Սփյուռքին շատ կոպիտ բառ եմ օգտագործելու, որպեսզի դա արդյունավետ լինի
եւ սփյուռքն էլ իրեն ճիշտ տեղում զգա եւ օգտագործված չզգա։ Այո։ Եվ հասկանա, որ Հայաստանի իր հայրենիքի համար մի բան արել է ու դա չլինի $100, չլինի ամեն անգամ մարաթոններին փոխանցելով, հետո ասելով, որ գիտեք, ես փող եմ փոխանցել, պետք է իմ ասածները անեք։ Շատ լավ հարց եք տալիս ու դրա պատասխանից կախված է նաև ապագան, թե ինչ է մեզ սպասում մեր հարաբերություններում մեր իսկ քույրերի եւ եղբայրների հետ։ Այդ օգտագործված լինելու երևույթը, գիտեք, շատերի մոտ նույնիսկ ցանկալի է։ Շատ սփյուռքահայեր ասում են, եղբայր, օգտագործեք մեզ, էլի ասեք, ինչ մեր դեր, ինչ ասեք, որ մենք անենք։ Ուզում ասեմ, դա տենց վիրավորական էլ չի։ Գիտակից մարդկանց համար վիրավորական չի։ Ուրիշ հարց, որ որպեսզի մեր հարաբերությունը սփյուռքի հետ լինի մնայուն եւ արդար, ազնիվ, մենք պետք է նաեւ հասկանանք, թե մենք ինչ ենք տալիս սփյուռքին։ Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք, որովհետեւ այս պահին, օրինակ, ասեմ ձեզ, մինչև 20 թվականը կամ ավելի շատ մինչև 18, բայց մինչև 20 թվականը սփյուռքը ասում էր, նու այսպես չէր արտահայտվում, բայց տրամադրությունը դա էր։ Ասում էր, դե գիտենք, պրոբլեմատիկ են, շատ վատն են, անորակ են, գող են, ավազակ են, կոռուպտացված են, բայց գոնե Արցախը պահում են։ Գոնե ասենք հայրենիքը անվտանգ է։ Դա էլ կապված էր նրա հետ, որ միֆ էին ստեղծել, որ ինչ որ շատ մի խոսեք, հա, ինչ վատ բան որ կա, կարևորը որ մենք աշխարհի ամենահզոր բանակն ունենք, բան, աշխարհի չէին ասում, տարածաշրջան էին ասում, բայց այսպես մարդկանց խաբել էին, մարդկանց տրամադրել էին, որ դե մեզ հանդուրժեք, էլի 20 թվականից հետո մարդկանց մոտ մի քիչ այդ հարցը բացահայտվեց, այո, դու մի եղած այսպես միֆը կոտրել ես, բայց դրան չես առաջարկում ընկալելի ալտերնատիվ։ Ալտերնատիվը կա, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու մնայունությունն է, անվտանգությունը, հարատևությունն է, բայց դա դեռ չի մարսվել սփյուռքի կողմից, ու դա որոշ ժամանակ է տևելու, որ մենք մարդկանց համոզենք, որ ինքնին անկախությունը պետություն ունենալը ամեն ինչ արժի, սրա համար արժի բոլոր զոհողությունները, որովհետև եթե կլինի անկախությունը, կլինի ապագայում կլինեն շատ լավ բաներ, մեզնից է կախված։ Եթե չի լինելու անկախությունը, չի լինելու ապագա։ Ու վերջ։ Եվ 3 սերունդ հետո հայ չի լինելու։ Ու վերջ։ Չի լինելու։ Ես անկեղծ մեր հայրենակիցների հանդիպումների ժամանակ ասում եմ, չեմ ուզում ձեզ սուտ բաներ ասել, չի լինելու Հայաստան, չի լինելու Սփյուռք, չի լինելու հայ ժողովուրդ։ Մոռացեք այդ, որ գիտեք, մենք Իրանում 300 տարի, Իրանում չեք այլևս դուք։ Հիմնականում բոլորդ Ռուսաստանում եք, Միացյալ Նահանգներում եք, Արևմտյան Եվրոպայում եք։ Այսինքն դուք հյուրընկալ հասարակություններում եք, հյուրընկալ մշակութային իմաստով, քաղաքակրթական իմաստով, չեմ ասում քաղաքական իմաստով։ Դուք հյուրընկալ հասարակություններում եք, որը պատրաստ է ձեզ մարսել, եւ դուք էլ պատրաստ եք այնտեղ մարսվել։ Դուք Լիբանանում չեք, դուք Սիրիայում չեք, դուք Իրանում չեք, իմ նախնիները, մեր ընտանիքը, Սինանյան ընտանիքը 300 տարի ապրել է Հայաստանից դուրս։ Մեր ընտանիքը Ջելալիների այդ Սավաֆի Օսմանյան պատերազմների ժամանակ Կեսարիայից տեղափոխվել է Մարմարա ծովի ափ եւ այնտեղ մենք ապրել ենք մինչեւ 15 թվականի օգոստոսի 23, արդեն պատկերացնում եք օգոստոսի 23-ին 15 թվականի ինչա տեղ ունեցել այնտեղ։ Բայց դա Թուրքիայում էր օսմանյան մուսուլմաններով շրջապատված, մենք ապրում էինք որպես հայախոս հայեր, այդ իրականության մեջ դա չկա այլևս, մոռացեք։ Կա Սփյուռք, որը կենտրոնացած է մեզ հասկանալի, ընկալելի եւ հոգեարազատ քաղաքակրթություններում, որը նշանակում է ուծեցում։ Ու վերջ։ Եվ միևնույնն է, ինչպես պետք է օգտագործենք Սփյուռքին, այսինքն իրենց ներուժը ինչպես պետք է օգտագործեն, մարդկային ռեսուրսը բերելով Հայաստան, թե ինչպես։ Եվ երբեք պատրանք չպետք է ունենանք, որ բոլորին բերելու ենք Հայաստան, որովհետև իմ կարծիքով լավագույն դեպքում էլ դա տեղի չունենալու, միշտ մարդիկ ձգտելու են այլ տեղերում ապրելու, բայց պետք է գտնենք այդ ֆորմատը, ձևաչափը, որով մենք կարողանում ենք մարդկանց կարողությունները լիակատար կամ մաքսիմալ ձևով օգտագործել մեր շահերի համար։ Հայաստանի շահերի։ Այո, այդ պատասխանը շատ ինդիվիդուալ է, այսինքն տարբեր մարդկանց տարբեր մարդկա այնտեղից ավելի շատ օգտակար կարող է լինել, քան տեղում եւ հակառակը։ Հիմա պատկերացեք Շարլ Ազնավուրը, եթե որոշեր 45 թվականին, 46 թվականին շատ հայ ընտանիքների մեր ընտանիքի նման օրինակ տեղափոխվեր Հայաստան։ Ինքը չէր լինի Շարլ Ազնավուր։ Իսկ այսօր մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ
Այո։ Ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է Շարլ Ազնավուրի Ֆրանսիայում մնալը։ Դա էլ միշտ հիշենք։ Հիմա տեսեք, Նուբար Աֆեյանը, որպեսի ինքը լինի biotech հսկա գիգանտ, ինքը պետք է լինի Մասաչուսեթսում, ինքը պետք է լինի MIT-ի կողքը։ Հասկանում եք, ինքը որ Հայաստան գա, ինքը շատ բան չունենալու անելու։ Շնորհակալ եմ, պարոն Սինյանյան։ Շնորհակալություն ձեզ։ Տաղավարում հյուրընկալել էինք Զարե Սինյանյանին, ցտեսություն, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։